Դուք օր ու գիշեր ռումբերի պայթյունից պահեր եք սուրբ հողը կյանքով մահը ձեր աչքերում մեր սրտում էլ աղոտք սպասել ենք ձեզ երազանքով գնդապետ քո մասին է այս երգը ես գիտեմ քո հոգու խոր վերքը ու տված քո կռիվը դաշտում թե ինչքան ես երկիրդ պաշտում գնդապետ քո մասին է այս երգը ես գիտեմ քո հոգու խոր վերքը ու տված քո կռիվը դաշտում թե ինչքան ես երկիրդ պաշտում Աշոտ Աշոտ արագացրա Աշոտ Հելա Աշոտ Հելա արագացրա Էս մարդը, որ այսքան շուտ զարթնել է, պապաս է։ Առավոտները վաղ արթնանալը մնացել է բանակային կյանքից։ Ես չհասցրեցի ծառայեմ, բայց մաման ասում է, որ պապան բոլորիս փոխարեն ծառայել է։ Պապան ասում է, որ ամեն մեկիս պարտքն է ծառայել հայրենիքին։ Հա, չասեցի։ Պապաս Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ազգային հերոս է։ Պապան գնդապետ է, Արցախի պաշտպանական մարտերի մասնակից, ոսկե արծիվ շքանշան ունի, Արցախից դուրս եկած վերջին մարդկանցից է, մի խոսքով հերոս է։ Ինձ էլ են հերոս ասում, բայց ես այդքան էլ չեմ հասկանում, թե ինչի համար։ Ես ուղղակի մորս ու քրոջս կռվի ժամանակ ավտոյով հասցրեցի Երևան։ Մի քիչ վախենալու էր, բայց տարբերակ չկար, ռմբակոծության տակ ենք։ Պապան ինձ էր վստահել մամային ու քրոջս պաշտպանելը։ Տան տղամարդն է։ Պապան պոստերում էր։ Իրան միշտ ամենաթեժ տեղերն էին ուղարկում։ Պապայի պազիվնոն սոս էր։ Որ հարցնում են ինչի սոս, ասում է ջահել վախտերը Սևանում լիքը խմած մարդ է փրկել, դրա համար։ Բայց ես գիտեմ, լիքը մարդ է փրկել, ուղղակի Սևանում չէ։ Մենք Արցախում ենք ապրում։ Հետո Երևան նոր կյանք սկսեցինք, քիչ-քիչ նոր ընկերներ, նոր դպրոց, հիմա էլ ստիպված եկանք լոս։ Սկզբից զարմացա, որ պապան համաձայնվեց գալ, բայց հետո մամայի ու պապայի խոսակցություններից հասկացա, որ տատին շատ հիվանդ է ու մենք իրանց տեղ պետք ենք։ Պապ, դու այսօր գործի ես։ Հա Ես կտանեմ դասի, կգնամ գործի։ Պապ, մտածում եմ, կարող է դասերից հետո գամ մոտդ։ Աշոտ ջան, գաս ինչ անես։ Դու այդուն դասերը տարա, չէ ես կվերջացնեմ կգամ տուն։ Աշոտ ամեն ինչ լավ է լինելու։ Դե ժպտա։ Քեզ մարդ է սպասում Աշոտ։ Հա, պապ, ընկերս է, ամոչում է գա։ Ինչի ամոչում։ Դե որ իմացել է դու ով ես, քաշվում է։ Դպրոցում ծանոթացանք, պարզվում է ինձ էլ է ճանաչում։ Հա, որտեղից։ Մի հատ ռեպորտաժ են նկարել մեր մասին, այն որ մամային ու նանային ավտոյով Արցախից բերեցի Երևան։ Հիշում ես, չէ՞, էտա տեսը։ Սենց երկար է սպասելու Աշոտ ընկերդ։ Հուսական չեմ։ Մհեր, արի։
Լավ ես։ Լավ, դու ախպերես։ Լավ, արի։ Չէ, լավ է, ես կսպասեմ ստեղ։ Պապան ականչում։ Պապան, լուրջ ես ասում։ Բարև ձեզ։ Ես Մհերն եմ։ Այնքան ուրախ եմ, որ ձեր ձեռքն եմ սեղմում։ Ուրեմն մհերն ես։ Դե նստի հաց ուտենք, մեր ջան, շատ տավանում ես։ Մերսի շատ։ Ես ձեր մասին ամեն ինչ գիտեմ, ձեր կռված տեղերը, ինտերնետում ինչ կա չկա սաղ կարդացել ու նայել եմ։ Ապրես, մեր հաց կերեք, մոտը ստանամ դասի։ Չէ, դու կարաք լրիվ հանգիստ լինենք, ես Աշոտի հետ կգնամ, կգամ, բաբշի անհանգստանալու բան չկա։ Հա, Աշոտ։ Հա, պապ, մերը ստե ամեն ինչ գիտի։ Լավ, բայց հեռախոսիդ ուշադիր։ Հիմա հաց կերեք։ Իսկ պարոն գնդապետ, կարելի է այս էլի գամ։ Երբ ուզում ես կարաս գաս։ Բայց հիմա մարտի դաշտում չենք, որ ասում ես պարոն գնդապետ։ Ծծած մինաս։ Իսկ մի հատ էլ հարց կարելի է։ Ինչի է ձեր պազիվն սոս։ Դե ջահել ժամանակ Սևանում փրկարար եմ աշխատել։ Շատ խմած մարկանց են փրկե, դրամար սոս են ասել։ Հա, հասկացա։ Դե լավ, պապ, մենք գնանք։ Դեղ բանկա, վերցեք ու գնացեք։ Հաջողություն, պարոն գնդապետ։ Մինաս։ Պարոն Մինաս։ Ում ասեմ, որ գնդապետ սոսին եմ հանդիպել, չեն հավատա։ Բայց ես էլ եմ գալու, մի քանի հատ մեծական խորհուրդ տա, էլի։ Հա, պապան ասես երբ ուզում ես արի։ Բայց ջան, արա, սոր գնալու եմ տուն իրասաղ վիդեոների նորից նայեմ։ Բայց այդ Սևանի պահը չգիտեի, որ փրկարար աշխատել։ Եկել ես, քեզ թակուն հետևում։ Մոռացել է, որ դու զինվոր ես։ Մոռացել է, որ ամեն ինչ դու զգում ես։ Մանավանդ մեջքից հետևը։ Բայց տուշոնկայի հոտը չես զգում։ Գիտես ինչև ուր էր հասել։ Կուզես տակ հասնեմ ուտես։ Հետ էր մնում պակաս, որ ես սա ուտեմ։ Լավ էլ ուտելիք է։ Պատերազմի ժամանակ մի հատ տուշոնկով մի շաբաթ ապրում էինք։ Փառք Աստծո, որ դա անցյալում էր։ Քո համար անցյալում է, իմ համար ներկան է։ Ասպես քեզ եկես օքանչ։ Բա հիվանդ չես։ Քեզ ցույց չես զգում։ Եկի հասել ես ընել մենակ։ Խոսալու բանն եմ հետդ։ Սպասեցի Աշոտը գնա նոր մոտենամ։ Ջուր խմես։ Չէ, Կոֆե կուզես։ ոչինչ չեմ ուզում։ Ես չեմ հրաժարվի։ Ասա լսում եմ։ Ես կյանքն էիր ուզում տղայիդ համար, հա։ Ամեն ինչ ժամանակավոր է։ Այդ մեռնելուս ես սպասում, հա, դրա համար ես ասում ժամանակավոր է։ Չէ, հակառակը։ Հույսներս չկորցնենք, որ կբուժվես ու ամեն ինչ լավ կլինի։ Լսի սոս։ Արի դու մի սպասի ու գնա Հայաստան։ Ես Հայաստանից եկել եմ ընտանիքիս հետ, ընտանիքիս հետ էլ կգնամ Հայաստան։ Բայց քո ընտանիքը չի ուզում քեզ հետ գալ։ Լսի Մարգո, դու ինչի՞ն չսիրեցիր։ Աղջիկը երջանիկ, աղջիկա չեմ նեղացնում։ Երկու հատ լուսի պես թոր ունես։ Ես չեմ հասկանում, ես կյանքում քեզ բացի դրանից էլ ինչ ա պետք։ Էն որ աղջիկս հիմա պետք է իմ կողք կլիներ։ Գրին քարտը շահած երեխուս ուղեղը կերար, խափեցիր, փախցրեցիր տարար։ Ինչքան սահմանամերձ զորամասեր կար ծառայեցիր։ Երեխես մի տունն ինչ էր, որ չունեցավ։ Գիտես ինչի։ Որովհետև չգիտեր վաղը որտեղ ապրելու, ուր ա տեղա փոխվելու։ Ամբողջ կյանքը վարձով տների մեջ անցավ։ Էդ իմ գործն ա եղել։ Սյուզուն էլ իմացել ա, ու ոչ մի անգամ չի դժգոհել։ Լսի ծառայում էիր, ծառայեիր։ Քո պրինցիպների պատճառով քո ընտանիք իր կյանքից բան չհասկացավ։ Լսի Մարգո, իմ պրինցիպները կապ չունեն։ Հարցը հայրենիքի պաշտպանությունն էր։ Որ քո թորների պես շատ ու շատ երեխեք հող ունենան, ապրելու տեղ ունենան։ Ես իմ տունը չեմ ունեցել, որովհետև
Ամբողջ հայրենիքն եմ տուն եղել։ Լսի հերիք այլ այդ ռոմանտիկ հերոսական լոլոները ինձ համար չեն, ինձ հետ չես համոզի, տուր ինձ Աշոտին, գնա Հայաստան, ես քեզ ամեն ինչով կապահովեմ, տնով, փողով, բայց թող գնա Հայաստան։ Ինչ ես խոսում, Մարգո, այսքան բանը կուլ եմ տալի, հանուն Սյուզի, իսկ ես ասածներդ համարում եմ քո խառը հոգեվիճակի հետևանք, ծանր է քո համար, ես գիտեմ, բայց երսած բաներ չանես։ Սյուզին փաստաբանի հետ խոսում է, Աշոտի խնամակալությունը ձեռքիցդ վերցնելու է, հասկանում ես։ Սյուզին կյանքում չեմ հավատում։ Դու այդ երեխուն չես կարողանում պահես։ Մի ընկերնիչ ա, որ դու չունես, մի անկյուն տա, որ դու ապրես։ Դու ոչ մեկին պետք չես։ Չես հասկանում։ Ես վստահ եմ, որ դու ընկեր բարի իմաստը չես հասկանում։ Բայց ընկերներ ունեմ, մարդիկ աշխատում են, զբաղված են։ Ինձ էլ ինչ ա եղել, որ փառք Աստծո, սրանից վատ օրեր եմ ունեցել։ Նստի ու մի լավ մտածի։ Տակ գլխով որոշումներ մի կայացրու։ Ես գնում եմ, բայց լավ մտածի։ Քո երեխեքը քո հետ ապագա չունեն։ Մտածի, եթե երեխեքի տիրոք սիրում ես։ Մեր ընտանիքում կարևոր օրենք կա։ Ասելիքը ասում են անձամբ ու աշկերին նայելով։ Ունես որ, եթե Սյուզինից բան ունի ասելու, կկանգնի դիմացս ու կասի։ Հիմա զանգում են։ Տներս պետք է պատասխանեմ։ Աղաջան, մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե lease, թե buy տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Այս է իմ ուզածը։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ Շատ համով է։ Առանց ցավ 3D տեխնոլոգիաների միջոցով կատարելություն ապահովող ատամնաշար, վինիրների իմպլանտի տեղադրում 24 ժամվա ընթացքում։ Կենտրոնում գործում է նաև ֆինանսավորման ճկուն եւ մատչելի համակարգ։ Այստեղ կարող եք այցելել ձեր ընտանիքի բոլոր անդամների հետ։ Ճանաչեք որակը տեսքով։ Օհանյան իմպորտ, հայկական պանիրների եւ կատնամթերքի խոշոր ներմուծողը Լոս Անջելեսում։ Հարցրեք բոլոր խանութներում։ Rouge Rose specializes in premium roses grown at the highest elevations of Ecuador. (12,736) Sherman Way in North Hollywood, and 1140 East Broadway in Glendale. Dog Resort Los Angeles-ում շների ամենահայտնի հյուրանոցային ցանցը հայտարարում է Գլենդելում նոր մասնաճյուղի բացումը։ Այստեղ ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ձեր շների հանգիստը լիարժեք կազմակերպելու համար։ Տեղյակ ես, որ Hello Panda քաղցր ծուղիկները համ փոքրիկների, համ էլ մեծիկների համար։ Ինչ էլ համով են։ Hello Panda քաղցր ծուղիկներ։ Վերցրեք մեծ կամ փոքր դուփերից մեկը եւ քաղցրացրեք ձեր կյանքը։ Էլեկտրոնային խաղեր, վիրտուալ իրականության նորագույն սարքեր, բեմ, համեղ խոհանոց, ուրիշ ինչ է պետք ձեր երեխային անմոռանալի տպավորություններ նվիրելու համար։ Tickle Town, մանրամասների համար զանգահարեք 747 774 7473 հեռախոսահամարով։ Շուտով նոր տարին կծեծի ձեր դուռը, թող այն լինի ամուր, գեղեցիկ եւ ճիշտ տեղադրված։ Mighty Builders Inc. Միլգարդի որակը տեղադրված խնամքով։
Անչափ ախորժալի, հատուկ մարինացված միս, Արաքս շաուրմա, Family Package-ներ առաքումով, 3 location, համն անմահական։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ King's Restaurant and Lounge, բարձրակարգ ռեստորան, անգերազանցելի միջավայր, ամենահամեղ կերակրատեսակների լայն ընտրանի։ Այստեղ ձեր բոլոր այցերը կդառնան հիշարժան, թողնելով ամենագեղեցիկ հիշողությունները։ LA Lobster Delivery, ծովամթերքի իրական համը, քո սեղանին, lobster, crab, shrimp, խեցգետին, առաքում ամեն օր ժամը 12-ից մինչև գիշերը ժամը 1-ը։ Զանգիր ու պատվիրիր հենց հիմա։ Ձեր կրեդիթը նոր է կամ նախկինում ունեցել եք խնդիրներ, հոգ չէ։ Լավագույն տոկոսադրույքները երաշխավորված են։ Ունենք ծրագրեր 0-ից մինչև 5% down payment-ով։ Ծրագրերը գործում են անգամ առանց tax return-ների, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում։ Ամենակարևորը մթնոլորտ, որտեղ կարելի է հանգստանալ, ստեղծագործել եւ վայելել ժամանակը ընկերների հետ։ Bohemian House-ը ոչ միայն սուրճի վայր է, այլև փոքրիկ անկյուն արվեստի, մտքերի եւ ժպիտների համար։ 415 East Broadway Street in Glendale։ Փետրվարի 7-ից սիրահարների տոնի առիթով առաջին անգամ Լոս Անջելեսում բացառիկ համերգով հանդես կգան սիրված երգիչներ Արա եւ Ալիկ Ավետիսյանները։ Աչքերս կուրանան Աշխարհի ամենատարբեր երկրներում միլիոնավոր դիտումներ արձանագրած իրենց հիթեր դարձած երգերով շքեղ այս համերգը տեղի կունենա Aquacalente-ի The Show համերգասրահում։ Երեկոյան ժամը 6:30-ին կենթանի հնչողություն, անմոռանալի շոու ծրագիր։ Ուստա չալե։ Միայն մեկ համերգ Լոս Անջելեսում։ Շտապեք ամրագրել ձեր տեղերը հենց այսօր այցելելով arumticket.com կամ զանգահարեք 323 580 0808։ Շնորհակալ ենք Ալո։ Պարոն գնդապետ դուք եք։ Այո, կներեք ով է։ Վայ, ինչ լավ է վերջապես ձեզ հետ կարողացա կապնվել։ Ձեր զինվորներից Արսենի մայրն է, որ փրկեցիք երախուս կյանքը։ Հա ո՞նց է Արսենը։ Լավ ամեն ինչ։ Դե, Փառք Աստծո կյանքին վտանգ չի սպառնում։ Փառք Աստծո։ Պարոն գնդապետ, իմացա, որ Ամերիկա եք գնացել։ Ճիշտ ասած, շատ եմ ուրախացել ձեզ համար։ Դուք արժանի եք, որ լավ ապրեք։ Ալո։ Պարոն գնդապետ։ Ալո, լսում եմ ձեզ։ Մի հարցով եմ զանգել։ Ճիշտ Արսենն արգելել է ձեզ դիմել, բայց էլ տարբերակ չմնաց։ Եթե մայրը որոշել է մի բան ասի, ուրեմն պետք է ասի։ Լսում եմ ձեզ։ Արսենիս ոտքի պրոթեզի փողը դե հավաքում ենք, բայց պատվերից դուրս է մնացել, ստիպված մենք ենք անում։ Հասկաց։ Գնդապետ ջան, որոշ գումար մենք արդեն հավաքել ենք, բայց պակասում է։ Շատ չէ, մի $1500 է պետք, եթե կարողանայիք ուղարկել։ Դուք ձեր կյանքը այդտեղ եք դասավորում, չէի ուզենա այսպիսի զանգ ստանայիք, բայց որ կարողանայիք օգնել, երախտապարտ կլինեմ ձեզ։ Անպայման կօգնեմ։ Խնդիր չկա։ Ուղղակի հիմա սարերում եմ հիմա։ Ընկերներիս հետ եկել եմ որսի։ Երկրորդ իշտել եմ քաղաք։ Իշտեմ անպայման կուղարկեմ։ Վայ, շատ շնորհակալ եմ, շատ։ Պինդ մնացեք։ Մի քանի ամսից գալու եմ Հայաստան։ Առաջինը գալու եմ Արսենին տեսնել։ Անպայման գնդապետ ջան, դե հաջողություն ձեզ։ Կներեք։ Հաջողություն ձեզ։ Ինչքան է պետք, ասա ես կտամ։ Թե չէ մարդկանց խաբում ես, ասում ես սարերում եմ։ Իսկ քեզանից ոչ մի բան պետք չի։ Աղաշոտ,
ոնց հալվում էլի, որ հորդ նման տղեն, հո նման տղու հետ այդ ավտոյի մեջ է կապում։ Դե եսին։ Պատմի տնամիջով կարամ օգնեմ։ Դե մեկ եկանք Ամերիկա, որովհետև տավին ծանր հիվանդ էր։ Մամանս իրան պետք էր։ Ու ամեն ինչ դες սկսվեց։ Ինձ սիրուն է ամեն ինչ։ Ինչն է սիրուն։ Ես մտածեցի մեծ շենքեր կլինեն, բայց ոնց որ գյուղ լինի։ Հա, ֆիրմա գյուղը։ Ներեցեք, իսկ երբ կհասնենք։ Հեսա հասնում ենք։ Ոնց անցավ ձեր թռիչքը։ Սրանից հեշտ թռիչք չեմ ունեցել։ Դե հա, ձեր անցած ճանապարհը իմանալով բարձ է։ Այս տատիի նոր տունն է։ Նկարներով ցած մեծ չէր երևում։ Հա, նախորդ տնից մեծ է։ Արևս, խնդրում եմ, մամայի հետ չվիճեք էլի։ Ես այդքանը հասկանում եմ։ Մենք պետք է բոլորս համբերատար լինենք։ Գուտ փառք տանք Աստծուն, ու մաման շուտ լավանա։ Մենք էլ տուն գնանք։ Ես էլ հույս ունեմ։ Բարի գալուստ։ Դե դուք տեղավորվեք, ես գնամ։ Ներսի ախպերս։ Ես Ալինան եմ, տան աշխատողը։ Տիկին Մարգոյին արդեն ասել եմ, որ եկել եք։ Իսկ Էման էստեղ չի։ Դե գիտեք, Էման ստեղ չի ապրում։ Այսօր էլ դեռ չի եկել։ Իսկ տատին ուր է։ Ես կուղեկցեմ, եկեք։ Գիտես ինչը չհասկացա։ Քուրդ նույն քաղաքում ուրիշ տեղ ապրում, մենք Հայաստանից հասանք ստեղ։ Դե երևի զբաղված այս ամենը ինչ որ մեկը պետք է ղեկավարի, թե չէ։ Դատ։ Նանես։ Ոնց ես։ Տեսնում ես ոնց եմ։ Մամ։ Աղջիկս։ Չեմ հավատում։ Չեմ հավատում, որ էստեղ եք դուք։ Նանես։ Ոնց ես մեծացել։ Նկարներով ու վիդեոյով սենց մեծ չէ իր աղջիկս։ Տո ջան, ես էլ քո տան մասին էի ասում։ Շատ սիրուն է։ Աշոտ։ Աշոտ տվես։ Ցավ տանում ես, ոնց ես մեծացել։ Մեծ տղա ես դարձել։ Ոնց էր թռիչքը, ճանապարհը շատ երկար էր։ Սենց հեշտ թռիչք լվոր չէի ունեցել։ Դե հա, ճիշտ է։ Մորդ ու քրոջդ Ստեփանակերտից Երևան մեքենայով ես տարել։ Դու հսոր տղա ես։ Դիանա, պատկերացնում ես այս երեխեն կրակոցների տակ մի ամբողջ ընտանիքի պատասխանատվությունը իր ուսերին վերցրել։ Վայ, ապրես դու։ Տղես չի վախենում, ոչ ճանապարհից, ոչ դժվարությունից, ոչ էլ պատասխանատվությունից։ Չէ, Աշոտ։ Հա։ Ալինա, Դիաննային տար սուրճ հյուրասիրի։ Դիաննա ջան, գնացեք։ Գնացեք նստեք, հանգստացեք, մի քիչ սուրճ խմեք, առավոտվանից ոտքի վրա եք։ Շատ լավ, վերջանալ կմոտենամ ես ձեզ։ Լավ։
Մամուսս, փոփուկս։ Դե մասա, ոնց ես, ինչ պետք է արվի, ինչ տեղեր ես ընդունում։ Սյուզի, ես հələ չեմ մեռել։ Ուրեմն սենց ենք անում։ Հա, ես հիվանդ եմ։ Բժիշկը լավ բան չի ասել։ Ստուգումների ու դեղերի խառը շրջանա։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետքա թաղման դեմք ընդունենք ու նստենք իրար երեսի նայենք։ Չեմ ուզում ոչ մի հուզմունք, չեմ ուզում ոչ մի դողացող ձայն ու խղճահարություն։ Հասկացանք։ Ճիշտ այդպես։ Մնացածը։ Հա, տաճան։ Դե հիմա բոլորդ գնացեք ու հաց կերեք։ Մի քիչ հետո ես կմիանամ ձեզ։ Մամ ջան, երեխեքը հոգնած են ճանապարհից, այս գիշեր ցերեկից։ Ավելի լավ է թող գնան մի քիչ պարկեն հանգստանան։ Հայլի, մենք սովաշ ենք, չէ՞։ Գնացեք Ալինային ասեք, թող ձեր սենյակները ցույց տա։ Տեղավորվեք, հանգստացեք, հետո կզրուցենք։ Մամուլես, ոնց է կորում, ոնց է երազում ես պահի մասին։ Չես ուզում պարկել։ Չէ, բայց դրնի պարկի, որ ռեժիմը դզվի։ Հոգնած ես 2 օր չես քնել։ Հա, հոգնած եմ, բայց այդ քնելու հետ կապ չունի։ Արևս, ես գիտեմ, որ դու դժվարությամբ ես որոշումը կայացրել։ Գիտեմ, որ ինձ համար ես արել, ու ես շատ շնորհակալ եմ դրա համար, բայց մենք հիմա մամային պետք ենք։ Գիտեմ, մնում է հասկանանք ինչքան եք մնալու և ինչա լինելու։ Տեսնես, որ այն ժամանակ մենք էլ Ամերիկա գայինք, ոնց կդասավորվեր ամեն ինչ։ Այդ կյանքը հեռվից շատ քաղցր է լեվում։ Ճոխ մեքենաներ, լավ տներ, բայց մարդիկ իրենց ամբողջ ժամանակը տալիս են գործին, ով կյանոսը քթների տակ, բայց տարվա մեջ մի անգամ չեն հասցնում գնան։ Մենակ մի հատ նպատակ ունեն, որ երեխեքի համար ապագա ապահովեն։ 30 տարի տանփող են տալի, որ իրանց երեխեքը, ինչ երեխեքը, թոռները, որ սեփական տուն ունենան, ու այդ նույն երեխեքի ու թոռների երեսը չեն հասցնում տենան։ Հայաստանից տուրիստ են գալի, ուստեղի կյանքի անց թվում է Disney-ն, Universal-ը, մի քանի հատ ռեստորան, բայց այդ տենց չի։ Բայց բոլորը չի, որ այդպես են ապրում։ Կան մարդիկ, որ լավ էլ կյանքը վայելում են։ Բան չունեմ ասելու։ Մարդիկ կան իրենք, որ իրանց քրտինքով աշխատում են ու վայելում են։ Ես խոսում հազարավոր ընտանիքների մասին։ Ես քեզ պատմել եմ կռիվի ժամանակ ստեղից եկած որս տղերքի մասին։ Բոլորի պատմությունները նույնն էր։ Մարդիկ ամբողջ ամիս աշխատում են, որ ամսվա վերջ կարողանան տան վարձը մուծեն։ Բայց իրանք ամեն պատերազմին գալիս էին ու կռվում էին։ Պատերազմի ժամանակ մարդիկ ամեն ինչ թողում էին, գնում մոստերն էին փագում։ Օրերով դեսպանատներից հեռու չէին գնում։ Ստեղի ապրողը և վերջի կոպեկ ուղարկում էր հայրենիք։ Գիտես ինչի։ Որովհետև ուր էլ լինես, քո հայրենիքը քո տունն է, որտեղ քեզ լավ է։ Մենք վերադառնալու ենք մեր տուն։ Ու մեր կյանքը կվերադառնա իր բնական անունին։ Բայց հիմա ուզում եմ կենտրոնանալ մամայի վրա։ Ես մեղքի զգացողություն ունեմ, որ այսքան տարի մաման մեր կյանքում չի եղել։ Երեխեքս առանց տատիկ են մեծացել։ Ամեն ինչ լավ կլինի։ Մենք քո հետ ենք։ Մամայի դուք եք պետք, դուք էլ ստեղ եք։ Տա Աստված, որ մամա շուտ լավանա։ Մենք էլ գնանք մեր հայրենիք։ Մի քանի ժամ աստեղ եմ, ինձ օտար եմ ուզում։
Էման ասեց պիտի գա քեզունանային տանի շոփինգի։ Երևի գործեր ունի, մի քիչ ուշ կգա։ Վայտի մամա, ինչ շոփինգ։ Երևի մտքով անցել է։ Հանգիստ եղի մամ ջան, մենք շոփինգի կարիք չունենք, ամեն ինչ էլ բերել ենք հետներս։ Իհարկե ունեք։ Իմ աղջիկն ու թորնիկները չեն կարող ոչինչ չունենալ։ Մենակ խնդրում եմ Մինասի մոտ այսպես չխոսես։ Գժվում է։ Մինասը վաղուց գիժնա։ Տիկին Մարգարիտա, եթե էլի բան պետք լինի, ինձ կանչեք։ Լավ։ Այն օրը երբ քեզու մի տարեկան նանեին վերցեց ու գնաց Շամշադին, հետո Իջևան, հետո Մարտունի, ու տես թափառական կյանքով սկսեցիք ապրել։ Էլ չեմ ասում Արցախ տեղափոխվելը։ Գիժա, բա ի՞նչ է։ Տատի, իմ պապան գիժ չի, իմ պապան հերոս է, ու այդ բոլորը գիտեն։ Հա տղես, ճիշտ ես ասում, քո պապան իրոք հերոս է։ Աշյան, հաց կերբալես։ Բանի տեղ մի դիր տատիկին, դու հացդ կեր։ Լախորժակ չունեմ, տենան պապան ուրա։ Նայ խարև, սեփական տուն ունես, կարանք արագի մեջ մի թույն բիսետ կսաբրզի տանենք։ Աղբորս համարս լուսավոր պլինդուզն եմ զամոտրի տանում, ու տղուպայ սաղ վիշի սորտ մատիրելով տարվծվում է։ В общем, ջոգին մերնեմ սրտիչ ինչ սերվիզ ենք աբիսպեչի տանում։ Սա Chandler Fun Zone-ն է, մի վայր, որտեղ ամեն ինչ հարմար է տոն կազմակերպելու համար։ Ապահովում են, որ օրը լինի հաճելի եւ լիարժեք։ Ունեն նաեւ game room, որը հիանալի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար։ Տոնական զեղչեր High Post USA-ում։ Այժմ ինքնաթիռով $3.99 1 փաունդի համար։ Բացարձակ վճար առաքում Հայաստանի ցանկացած մարզ եւ ապահովագրում։ Բավական չէ, ուրեմն հավելյալ 10-ից 50% զեղչ։ High Post ազգային փոխադրող։ Երբ սիրտդ քաղցր է ուզում, Միլաշ ջելոն միշտ պատրաստ է։ Ամեն քաղցրավենիք պատրաստված է սիրով, հոգատարությամբ եւ անպայման տոնական տրամադրությամբ։ Ցանկացած պահ կարող է դառնալ վառ եւ քաղցր հիշողություն, եթե այն զարդարված է Միլաշ ջելոյով։ This is more than food, it's an experience. A place to relax, enjoy the aesthetics, and truly taste the moment. Come for the flavor. Stay for the feeling. Elada's Corner, where every visit feels special. Little Percy Hugo Bossy հավաքածուով հայտարարում է ջախջախի զեղչեր։ Hugo Boss warm-ups $85, t-shirts $15, Hugo Boss jeans $85, jackets $100։ Շտապեցեք եւ բաց սարի կարիճը։ Արդեն 10 տարուց ավելի է Liquor Corner-ը Glendale-ի սիրելի խանութն է։ Այստեղ ամենացածր գներն են։ Մենք ապահովում ենք բարձրակարգ սպասարկում եւ մեզ մոտ բոլորը գտնում են այն, ինչ փնտրում են։ Պատար շաուրմա, ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։ Supreme Rolling Doors Լոս Անջելեսում հայտնի ընկերությունը առաջարկում է տան փատիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաեւ դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Old School Hookah Lounge, այստեղ ամեն ինչ վայբի մասին է, բացօթյա մթնոլորտ, պրեմիում համեր, հարմարավետ նստատեղեր ու երաժշտություն ճիշտ տրամադրության համար։ Ընկերներով, զրույցներով կամ VIP սենյակում PlayStation-ով քո երեկոն սկսվում է այստեղ։ Old School Hookah Lounge։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Իսկական մանգալի խորոված եւ քյաբաբ, մթերքը թարմ, համեմունքը հայկական։ Պատրաստում ենք փլեյթներ, արագ, համեղ, հասցնում տաք ու ժամանակին։ Ունենք քեթրինգի անսահմանափակ ծառայություն։ Ham's Armenian Barbecue։ Ham, որ նորից ես ուզում զգալ։ Ընտանեկան գնումներն իրական հաճույք են։ Blackjack Market։ Առողջ ապագան ընտրություն է։ Փնտրում եք հուսալի եւ բարձրակարգ սպասարկում իրականացնող մեքենաների վերանորոգման կենտրոն, Body Shop, ուրեմն բարի գալուստ High Performance Collision Center։ Այստեղ որակը, բարձրակարգ սպասարկումն ու շուկայական լավագույն արժեքները համադրելի են։ Արդեն ավելի քան 10 տարի ամերիկյան շուկայում լինելով առաջատարը, ձեզ ենք մատուցում այն լավաշը, որի համն ու բույրը անմիջապես հիշեցնում են Հայաստանը։ Եթե լավաշ, ապա նաղաշ։
Եվ ներդրումների համար լավագույն վարկային լուծումները սկսվում են հենց այստեղից։ LA Regal Mortgage Group and Realty, վայր, որտեղ ձեր երազանքների իրականացումը մեր գլխավոր պարտականությունն է։ Հունական շունչն ու տրամադրությունը, համեղ ուտեստներն ու բազմատեսակ խմիչքները, ինչպես նաև ավանդական ափսեները կոտրելու արարողությունը վայելելու համար այլևս Հունաստան այցելել պետք չէ։ Յասու Գլենդելում նախապես ամրագրեք ձեր տեղերը 909 999 0088։ My life is for you. My life is for you. Botox, filler, microneedling, VI chemical peel, PRF, laser hair removal. Skinovate Med Spa-ում մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև վստահություն։ Մկանային ցավերի դեպքում արկա է իր տեսակի մեջ բացառիկ Cupping բուժում։ Advanced Chiropractic Wellness Center, Van Nuys եւ Burbank քաղաքներում։ Այցելությունների համար զանգահարեք։ Vegas documented notary. Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Հազվագյուտ կենտրոններ կան, որ ունեն այս ռոբոտը, մազեր աճեցնելու ամենաժամանակակից ու երաշխավորված տարբերակը։ Նստում եք այս հարմար աթոռին ու առանց ցավի մի քանի ժամվա մեջ այս ֆանտաստիկ ռոբոտը բժիշկների հսկողությամբ վերականգնում է ձեր սեփական հարազատ մազերը, այնտեղ, որտեղ ունեք ճաղատություն։ Սա ուղղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դուք զանգեք 818 418 1111 ու մեկ օրում հետ են գալիս երիտասարդ տարիները, աճում են ձեր իսկ սեփական մազերը, որոնք նորից հայելու առաջ սանրելիս մի ուրիշ հաճույք եք ստանում։ Զանգեք 818 418 1111։ Մամ ջան, խնդրում եմ, երեխեքի մոտ սենց մի խոսի էլի։ Լավ, ուշադիր կլինեմ, ուղղակի բերանիցս թրավ։ Ես գիտեմ, որ Աշոտը հորը պաշտում է։ Երանի բոլոր երեխեքը Մինասի նման պապա ունենային։ Հա էլի տատ։ Պապայի մասին տենց բաներ մի ասա։ Լավ, կներեք։ Այս դեղերից արդեն ներվերս տեղում չի։ Նյարդային եմ դարձել։ Իսկ կարող է բժշկիդ ասես փոխի դեղերդ։ Չէ, այդքան հեշտ չի, Սյուզի ջան։ Հիվանդությունը ագրեսիվ է զարգանում։ Դրա համար էլ ուժեղ դեղեր եմ խմում։ Ցավոք կան բաներ, որ մտածում ենք մենակ ուրիշների հետ է լինում։ Բայց մենք էլ ապահովագրված չենք։ Տեսնում ես, ցավը մեր տուն էլ մտավ։ Կներեք, որ ձեզ բոլորիդ անհանգստացրեցի։ Վայ մամ ջան, ինչ անհանգստություն։ Ծնողը ոնց կարա երեխուն անհանգստացնի։ Ամեն ինչ լավ է լինելու։ Մենք բոլորս էլ գիտենք սրա վերջը։ Տատի, մենք եկել ենք ստեղ ու վստահ ենք, որ դու բուժվելու ես։ Հանկարծ մտքովդ տենց բաներ չանցնի, եղավ։ Ապրես աղջիկս։ Էլ ինչա պետք ինձ։ Ուրեմն իզուր չեմ ապրել իմ կյանքը, որ դուք գաք։ Ես ուրախ եմ, որ ինձանից հետո լավ սերունդ եմ թողնելու։ Լավ, Սյուզի, լավ։ Անդադ ասում եմ սրա մասին չխոսենք, բայց ես… Վերջ, էլ չենք ուզվում, մամ։ Մենակ դրական բաներից ենք խոսում։ Լավ։ Լավ, մամ ջան։ Որ ժամը լինի, մի բան լի կզանգես։ Աշան, ոնց ես։ Բան չի եղել։ Տվես մի ներվի, տատին հաստատ կլավանա։ Աշ, ուրիշ բան է եղել։ Չէ, պապ, ուղղակի ոնց ասեմ։ Տատին համ շատ լավ ու բարի է, համ էլ ոնց ասեմ, մեկը կանես բաներ է ասում։ Տվես, տատին քեզ շատ է սիրում։ Մամային էլ քուրիկին էլ։ Քեզ։ Պապ, չնեղվես, ես եմ քեզ շատ սիրում։ Աշճան, համեն մարդ իանցած ճանապարհի հետևանքով է դառնում, այն ինչ որ կա։ Տատը դժվար ճանապարհ անցել։ Հա, բայց ես ինչ լավ է ապրում։ Էդ հիմա։ Բայց ես ամեն ինչին հասնելու համար
Ինքն ու պապը շատ են չարչարվել։ Պապիդ մայից հետո ամեն ինչ մնաց տատիկի ուսերի, բայց ինքը չի կոտրվել։ Գործ արել, շատ աչարչարվել։ Մատիշկան շատ դժվարություն է տեսնում, ավելի պինդ է դառնում։ Տատը կարող մերկու բան ասի, դուրը չգա, բայց չի նշանակում, որ ինքը վատն է։ Դե ես եմ մտածում եմ, որ մարդը ինչքան դժվարություն է տենում, այդքան է բարի է դառնում։ Մինաս։ Տղաս գնացում ցուրտ է, գա։ Այս ներված է։ Ոչինչ կասնում։ Մաման դեղերից շատ նյարդային է դարձել։ Բանջվում է խեղճկեին։ Մենք ճիշտ արեցինք հողոկան։ Հա, հերվից դժվար է։ Հիմա որ կողքես, քո համար էլ հեշտ լինի։ Սյուզի, քան էստեղ այն, պատի երեխու դպրոցի հարցերով զբաղվեն։ Ես էլ էի այդ մասում մտածում։ Արի գնանք ներս, հետո կքննենք ինձ։ Ինչ եղան։ Հեսա կգամ։ Տատ։ Տատի։ Մամ ջան, ինչ եղավ։ Մամ ջան, կուզես բժշկից զանգել։ Չէ։ Անցա։ Կուզած քիչ պարկես հանգստանաս։ Լավ եմ, նստեք։ Նստեք, որ հանգիստ լինեմ։ Հաստատ։ Հաստատ։ Տեսար Սյուզի, հենց գնացիր վատացա։ Լավ էլի, մամ։ Լավ, կատակ եմ անում։ Մինաս, ինչի ես մտքերով։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Ես ու Մինասը ուզում ենք Աշոտին դպրոց տեղափոխել։ Հայկական դպրոց, որ երեխեն տանը չմնա պարապ։ Բայց ինչի հայկական։ Դե որովհետև հայ է։ Հասկացանք հայ է։ Բայց այստեղ երեխեն պիտի ամերիկյան դպրոց գնա, որ համ լեզուն սովորի, համ էլ միջավայր մտնի։ Իրան այդ միջավայրը պետք չի։ Իրան հայկական միջավայր է պետք։ Բայց ինչի ես այդ շանսից երեխուն զրկում։ Որովհետև տեղյակ եմ, ամերիկյան դպրոցներում ինչեր են սովորացնում։ Էլի քո համառությունը։ Ցավը տան, թող այդ հարցը մենք լուծենք էլի։ Հա, բայց ես բան չասեցի։ Ուղղակի մի դպրոցի հետ արդեն պայմանավորվել էի։ Արդեն։ Դե հա, ձեզանից ինչ ա գնում։ Գնացեք մի հատ, տեսեք, շրջեք դպրոցը, դուրները չի գա մի գնացեք, ձեզ ոչ ոք չի ստիպում։ Լավ, կտեսնենք իր դպրոցը։ Բա ես։ Դու։ Հա, ես էլ չեմ ուզում որ ժամանակը սենց անցնի։ Ինչ որ քոլեջ դիմեմ կամ կարճ կուրսերի դիմեմ։ Համ պարապ չեմ լինին, համ էլ կրթությանս վերակաշխատեմ։ Հիացած եմ քեզանով աղջիկս։ Մորքուրդ կզբաղվի այդ հարցերով, լավ։ Նանե ջան, բայց ես պետք է ամեն ինչից տեղյակ լինեմ։ Ես պետք է իմանամ ուր են գնում երեխեքը։ Իհարկե, անպայման։ Էս ինչ սիրուն աղջիկա։ Կարող է մաման նոր աշխատող ընդունել ինչ չի ասել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մորքուր։ Ախ, գեղեցկուհի։ Էս ոնց ես դու մեծացել, իմ սիրուն, իմ նրբիկ։ Կարոտել էի քեզ։ Ես էլ։ Էս բալինան ուր է որ դու ես սուրճը պատրաստում։ Տատին դեռ չի կանչել։ Բա ուր է մնացածը։ Դրսում։ Ярի գնանք։ Ոնց է կարոտել քեզ քույրիկս։ Ծովտոնե։ Վերջապես։ Աչքերիս չեմ հավատում։ Բարի գալուստ։ Ապրեք, որ եկել եք։ Աշոտ։ Էս էլ մեր հերոս տղեն ա, վայ ապրես դու։ Էս ինչ սիրուն ես, էս ինչ բոյով ես, էս ինչ մեծ ես։ Լնայ է, էս կմերգեներն ա։ Չէ, ես պապայիս գեներն։ Պապայիդ ոչ մեկ ոչինչ չասեց, էլ մի։
Հավատս չի գալիս։ Մինաս, բայց ինչ, քեզ Ամերիկայում հեչ չէի սպասում, որ կտեսնեմ։ Եմա ջան, դե որ դուք չեկաք, ստիպված մենք եկանք։ Էլ մի լավ։ Գայ Հայաստան ինչ է անելու կասես։ Հա էլի։ Գար Հայաստան ինչ աներ։ Բա իմ գործերով պիտի աներ։ Խեղճ աղջիկս առավոտից գիշեր վազքի մեջ է։ Չեմ հավատում, որ վերջապես ընտանիքս միասին է։ Ինչ կարևոր է թե որտեղ։ Ստեղ չի պապատ։ Չէ, ժամին գործի է։ Ախպեր սաղ ջոգում եմ ինչ եք եկել ստեղ, բայց չեմ ջոգում խեքստ երկուսով ապրում։ Լավ, ժամանակը գա կասես արժ չկա։ Լսի Մհեր, ես ուզում եմ պապայս օգնեմ։ Այն օրը հարցրեցի գործի պահով, ասում է դասերով զբաղվի, բայց ճիշտ չի էլի։ Ճիշտ ես ասում, սենց ճիշտ չի։ Ես նենց մի վաղտ ուզում էի առաջարկեի, Ենի ասի կարող է ինձ սխալ հասկանաս, էլի։ Չէ, եթե կա ասա։ Հա, դե, մի երկու բան կա, կճշտվեմ եկուս կասեմ քեզ։ Ապրես ախպեր։ Вообще մի մտածի, ախպերս սաղ լավ կլինի։ Հերդ այսքան ապրած ունի։ Այսօրով էլ մենք պետք է իրան թիկուն կլնենք։ Դե լավ, ես հելնեմ, վաղ առավոտ կգամ հետևից։ Դավայ ախպեր։ Ինչ եկել ենք, ես տեսնում եմ, որ պապայի համար դժվար է, բայց ինքը զգացնել չէր տալիս։ Լսի, հերիք է էլի մեզ կերակրեք ձեր գաղափարախոսություններով։ Մենք էսենք, մենք են ենք, մենք էս ենք տեսել, մենք են ենք տեսել, մենք անենց լավ ուժեղ ազգ ենք, մենք հաղթելու ենք։ Բեղերները ֆռացնելով հայրենացիական երկեր երկելով ինչքան պիտի ապրենք, հա? Ու այդ երկողները գալիս հասնում են այստեղ, փողերը հավաքում դնում գրպանները ու գնում են։ Այդ է ձեր հայրենասիրությունը։ Ով ինչ հիմարություն անում է, ասում են բայց ազգին հաղթել կլինի։ Չէ, չի լինի։ Դրա համար էլ այդ երեխեքը գնացին զոհվեցին այդ գաղափարների համար։ Դու քո երեխեքին չես խղճում, հա? Ինչքան պիտի պայքարելով ապրեն, Մինաս, հա? Հայի արյան մեջ են դրել այդ պայքարելը, դրա համար է բոլոր հարևանների հետ կռված են ու բոլորի հետ համեմատությունների մեջ են մտնում, ցույց են տալի ուզում են ապացուցեն աշխարհին, որ հայից լավ մեկը չկա։ Դու հիմա չես էլ պատկերացնում ինչ ես խոսում։ Քո մտածելակերպի մարդիկ որ շատ լինեն, մենք հիմա Հայաստանը չենք ունենա, բայց որ պատերազմում հաղթենք, առաջինը դու ես ասելու, որ հաղթեցինք։ Երագունը կցրել ուսերիդ, մտեր համացանց ու հայրենասիրական երգեր երգեր։ Ու փառք Տիրոջը, որ քո նմանները քիչ են։ Լավ էլի Մինաս։ Հենա տեսնում ենք էլի առավոտից իրիկուն ինչա կատարվում։ Առավոտից իրար ինչ ասես ասում են, բամբասում են, սպանում են, իրարից ինչ ասես խլում են։ Էտա քո քրիստոնեությունը, հա? Էտա քո հավատքը։ Ասում են մենք հավատացյալ ազգ ենք։ Մենք քրիստոնեությունը առաջինն ենք ընդունել։ Գիտես ինչա մնացել ձեր քրիստոնեությունից։ Եկեղեցու կողքով անցնելուց խաչակնքվելու սովորությունը։ Հիմա էլ հասանք եկեղեցուն։ Իսկ դու սրբություն չունես։ Դու քո սրբությունը մենակ փողն է ու իշխանությունը։ Լավ էլի Մինաս։ Մամ ջան, ինչի համար է այս խոսակցությունը։ Ինչ ես ուզում ապացուցել։ Մինասը մեղավոր է, որ հայի վատ տեսակն էլ կա։ Այդ որ ազգի մեջ վատը չկա։ Բարի գալուստ ABC Kids։ ABC-ն առաջարկում է 2-ից 5 տարեկան երեխաների խնամք եւ կրթություն։ Կենտրոնում ներդրված է հատուկ մշակված նախադպրոցական ծրագիր նահանգի կողմից հաստատված բոլոր չափորոշիչներով։ Ծրագրում նաեւ ներառված են շախմատի, արտի, պարի, հայերենի եւ կավագործության դասերը։ Երեխաներին տրամադրում են օրգանիկ եւ թարմ սնունդ։ Ընդունելությունը բաց է Glendale Garfield, Glendale Colorado եւ North Hollywood մասնաճյուղերի համար։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։
Plumbing, Stucco, Electric, Finishing, AC եւ ներքին հարդարման ցանկացած աշխատանք։ Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների վստահությունը։ Modern Dream House Construction Group։ Հաջող մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Art Modern Design Los Angeles-ում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների, խոհանոցային կահույքի պատրաստում։ Տրակների DPF Services տեղում գործում է պահեստամասերի խանութ, աշխատում են բոլոր ապահովական ընկերությունների հետ։ Իրականացվում է նաեւ Միացյալ Նահանգների ողջ տարածքում բեռնատար մեքենաների վերանորոգում, տեղում օգտագործվում է միայն օրիգինալ ավտոպահեստամասեր։ SM8 Garage, որակ դիմից բարձր։ Հնդրում եք հարմար տարածք ձեր միջոցառումների համար, եկեք ցույց տամ։ Այստեղ կարող եք անցկացնել մանկական ծնունդներ, կորպորատիվներ, ինչպես նաև հարսի տան արարողությունը։ Կարող եք զանգահարել կամ հետևել Instagram-յան էջին։ Ինչպես գիտեք, մեր երրորդ սրահը գտնվում է 28610 Kenwood Street Agora Hills հասցեում։ Alla Moda, այցելեք եւ գնեք ձեր երազանքների կահույքը ամենամատչելի գներով։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Մարտի 7-ին մայրության եւ գեղեցկության տոնի առիթով առաջին անգամ Լոս Անջելեսում բացառիկ համերգով հանդես կգա սիրված երգիչ, ռուսական էստրադայի ամենահայտնի անուններից մեկը Արսեն Շախունցը։ Բացառիկ այս համերգը տեղի կունենա Ագուա Գալենտեի շքեղ դժոր համերգասրահում։ Երեկոյան ժամը 6:39։ Բոլոր ժամանակների ամենասիրված եւ հիթեր դարձած երգեր։ Կենթանի հնչողություն, անմոռանալի շոու ծրագիր։ Միայն մեկ համերգ Լոս Անջելեսում։ Շտապեք ամրագրել ձեր տեղերը հենց այսօր այցելելով anumticket.com կամ զանգահարեք 323 580 0808։ Լսի, մենք որ նոր էինք եկել, բիզնեսի մեջ ինձ խափեցին, փողերս լրիվ կորավ։ Գիտես ով խափեց։ Հայը, ինձ հայը խափեց։ Հայաստանում հերիք չի, հիմա էլ եկել են ստեղ են հայրենասիրություն խաղում։ Շենքեր են վերցնում, տանիքի վրա եռագույն դրոշն են խփում ու ինչ են անում, գաներ այսպես բարձացնում են։ Խանութի էլ, մանկապարտեզի էլ, դպրոցի էլ, ռեստորանի էլ։ Շատ ուժեղ հայրենասիրություն է, չէ՞։ Գալիս են ստեղ դպրոց են բացում, հայկական, $2500 ամսական վարձ են դնում ու մտնում ես տեսնում ես ինչ է կատարվում։ Հայերենի ուսուցիչը խոսում է երեխու հետ անգլերեն։ Գնում ես տուն, նույն ծնողը խոսում է անգլերեն։ Էտա ձեր հայրենասիրությունը։ Մամ, լավ էլի։ Այդ հիմա ստեղ ինչ կապ ունի, կասես։ Ինչ վատ է, որ հայերը եկել են այստեղ ու գործ են անում։ Օրինակ ես երբ որ մտնում եմ խանութ ու տեսնում եմ ինչ-որ հայկական ապրանքանիշ, ես հենց դա եմ առնում, որ գումարը մերոնց ձեռքը լինի։ Լավ էլի Էմա, լավ էլի վերջացրու։ Հայը մեղ կա, հային փող տվեք, ամենտեղ մուրում են, ամենտեղ փողեր են վերցնում։ Հիմնադրամներ են բացնում, այդ փողերը լցնում են գրպանները ու այդ փողերը ուր են։
Անհետացել են, չկան։ Հոգնել եմ արդեն այդ դատարկախոսություններից։ Հերիք չի դրանով էս երեխեքի գլուխները լցնեք։ 100 տարի խոսում ենք եղեռնից, 100 տարի լացում ենք ու լացում ենք ու լացում ենք, բայց լացելով հանդերձ առաջ գնացեք, զարգացեք։ Ոչ ոք չի կարող զարգանա ի անցյալը մոռանալով։ Մոռանալ արմատներդ, մոռանալ ազգիդ ամենացավոտ էջերը ու հավատքդ, այն ինչ որ ազգդ դարերով պահել է։ Մոռանալ են այրունը, որ թափվել է, նշանակում է մոռանալ ինքդ քեզ։ Այդքանից հետո դու դառնում ես անանուն, անհասցե, անհայրենիք, ես իմ ով։ Ես եմ անհասցե ու անհայրենիք, հա? Իմ հայրենիքը ընենց արեց, որ ես ստիպված թողեցի եկա այստեղ։ Հիմա այստեղ ավելի շատ հայ կա, քան Հայաստանում։ Բա ինչի չեն գնում։ Դե թող գնան, շենացնեն, բազմացնեն իրանց հայրենիքը։ Դու հայրենիքը խառնում ես կառավարության հետ։ Կառավարությունը ժամանակավոր է։ Այսօր սրանք են, վաղը կարան նրանք լինեն։ Իսկ հայրենիքը միշտ կա։ Պետք չի նեղանալ հայրենիքից։ Պետք չի մոռանալ արմատները։ Լսի զզվացրեցիք էլի։ Ուր գնում ես, ասում եմ որտեղից ես, արմատներդ որտեղից, հա? Ես արմատ չունեմ, ես ծառ չեմ։ Սած որ քեզ լսում եմ, ուրախանում եմ, որ դու քեզ չես համարում մեզանից մեկը։ Մինաս, բայց ես կամ ու բոլորիցդ լավ եմ զգում։ Ցավոք։ Ցավոք ես այսենց քիչ կապրեմ։ Իսկ դուք միշտ վատ կլինեք այդ ձեր գաղափարախոսություններով։ Դու գիտես աշխարհում քանի երկրի պետականություն ունի, քանի երկիր այբուբեն ունի։ Դարեր շարունակ ինչ հզոր պետություններ են եղել Հայաստանի կողքին։ Յանք շատ լավ են զգացել իրաց։ Ոնց որ հիմա դու։ Քանից են հասել մեր օրեր, բայց հայը հասել է։ Հայը արժանի է։ Հայը ապրելու է։ Հայ լինելը հեշտ բան չի ու հաստատ քոպես մարդու համար չի։ Լսի, հիմա իմ պեսի տանը չես ապրում դու։ Մամ, Սոց մնա, իմ պեսի տված հնարավորությունից չես դու օգտվում։ Քո նմանների կռիվը անիմաստ է։ Մամ, չափնանց։ Մինաս ջան, մաման լրիվ ուրիշ բաներ ուզում ասել։ Հիմա ես հաշվ եմ առնում քո վիճակը, հաշվ եմ առնում երախքից ներկայությունը։ Ու քեզ չեմ ասում են, ինչին դու արժանի ես։ Ու ես էլ քո հարկի տակ չեմ մնա։ Մինաս, խնդրում եմ, մամ ջան, խնդրում եմ, ասա, որ ուրիշ բան նկատի ունեիր։ Նկատի ունեի այն, ինչ որ ասեցի։ Հիշի խոսքերս։ Մի օր դու այս քո ստեղծածի հետ մենակ ես մնալու։ Մինաս։ Պապան գործ գտավ, ոչ մի ընկերոջ չզանգեց, ոչ մեկին չասեց, որ եկել է։ Չնայած ստեղ ընկերներ շատ ունի։ Պապան ասում է, որ բոլորն էլ իրենց դժվարություններ ունեն ու ինքը չի կարա ինչ-որ մեկին նեղություն տա։ Մինաս։ Բրծա ես հատվածը արդեն։ Ես վերցրա։ Մերսի։ Մյուս հատվածի համար մազրալ պիտի գա, մինչև փորձենք կարգավորենք ամեն ինչ կարա ուշ լինի։ Էդ էլ վաղը կանես։ Շատ լավ, ոնց ասես։ Այդտեղ մի քիչ ավել է, որպես պրեմիա։ Ինձ պրեմիա պետք չի, ինձ իմ փողն է պետք։ Պարոն գնդապետ, ես քեզ ճանաչել եմ։ Ստեղ բոլորը քեզ ճանաչել են, որ ձեն չենք անում, դա չի նշանակում չգիտենք ով ես ու ինչ ունես արած մեր բոլորի համար։ Ես իմ պարտքն եմ կատարել։ Խնդրում եմ վերցրու։ Պարոն գնդապետ, խնդրում եմ ինձ արեք ես էլ ես լավ զգամ։ Ամեն ինչ նորմալ է։ Լավ, այս անգամ կվերցնեմ, բայց էլ պրեմիա չլինի։ Ստեղ շատ աշխատողներ կան, ոչ մեկ ինձանից պակաս չեն։ Ռոբ ջան, ես ընտանեկին տենամ քանի հատ է պետք։ Փորձում եմ անել այն, ինչ որ այս պահին կարողանում եմ։ Կոմանդիր։ Կոմանդիր։ Չեմ հավատում, որս ցավ է։ Ոնց է ցավը տանը։ Լավ, Վահե ջան, դու ոնց ես։ Լավ եմ։ Ինչ ես անում ստեղ, երբ ես եկել։ Աշխատում եմ։ Ոնց որ չպատկերացնեմ, դու Ամերիկայում։ Ցավը տանը։ Տղերք, դու գիտեք ինքը ով է։ Դու գիտեք կոմանդիրը ով է։ Ինքը այն մարդն է, որ թուրքը սնայպերը պահում էր վրան, ձեռը դողում էր, որ տենում էր կոմանդիրն է։ Ցավը տանը։ Հլա արի տենամ ոնց ես, ինչ ես, երբ ես եկել։ Երկրորդ պատմություն է։ Հլա պատմի տենամ ինչ կա, ինչով կարամ օգնեմ, ոնց ես, որտեղ ես տեղավորվել։ Իվանով կարաս օգնես, Վահե։ Ես պետք է փող ուղարկեմ Հայաստան։ Հա, այդ խնդիր չի, դրա եղածն ինչ ասա, ինչքան է ես կասեմ, այնտեղ կտան իրանց։ Չէ, շատ է։
Պետք է ուղարկեմ իմ զինվորներից Արսենին։ Այն քո մալադոյ Արսեն, հա։ Հա, պրոթեզի փողա։ Մաման էր զանգի ուզում։ Չես փոխվում էլի կամանդիր։ Դու ես վիճակում հլը մտածում ես զինվորիդ օգնելու համար։ Պետք է մեր բոլորիս պարտականությունն է, բայ, բոլորիս։ Դրա համար 1000 անգամ ասել եմ, մի վստահի։ Կյանքը դրա առաջ մի բացի, մի փռի։ Մամ ջան, ոնց ես պատկերացնում։ Ես այդ մարդու հետ 20 եւ ավել տարիներ եմ ապրել։ Երեխեք ունեմ։ Ոնց կարող եմ կյանքս չփռել։ Դրա համար այդ նույն մարդը ասում է ինձ փող տվեք գնամ Հայաստան։ Թե չէ Աշոտին տանելու են, որ Սյուզին երեխուներ չտեսնի։ Չէ։ Ես պետք է Մինասի հետ խոսեմ։ Մամ ջան, հանգստացի էլի։ Տիկին Մարգո, ձեր բժիշկն է եկել, սպասում է։ Ինչի համար է եկել։ Մամ ջան, դու ես կանչել, լավ չես զգում։ Չէ։ Ուղղակի երևի սովորական այց է։ Ասա թող ներս գա, հիմա կգանք։ Լավ։ Չէ, ինչ ես խոսում։ Դու այն վիճակում չես, որ հիմա խոսես բժշկի հետ։ Եվ հետո բժիշկը քեզ պետք է այսպես չտեսնի, հասկացանք։ Նանե, մորդ հանգստացնող դեղ տուր թող խմի, լավ։ Իսկ դու թեյ բեր թող խմի։ Ես հիմա կխոսեմ կգամ։ Ինչ ես եկել։ Եկել եմ տեսնել ոնց եք տիկին Մարգո։ Երեք պետքա գայք աղջկադ հետ մոտս չեկաք, անհանգստացա։ Խառը իրավիճակը հարմար չի։ Հա, դրա համար ներս չեք հրավիրում։ Ինչքան ես sense դեռ խափելու բոլորին, որ անհույսա վիճակը, որ մեռնում ես։ Գոնե իմանամ ինչքան եմ ես թատրոնի մեջ լինելու։ Ինչքան ուզեմ։ Եվ ուր է լինեք այս կյանքի ճամփեքին ու թեկուզ մայրողից շատ հեռու վերադարձը մի օր թող լինի ձեր կրկին ձեր մասին չենք լռելու ոչ ոք չի ուրացել գործը ձեր անմոռաց խոնարհումս ձեզ գնդապետ ու թեկուզ այն կողմում մեր Արցախը մնաց